Ես չգիտեմ, պարոն Թրամպը քանի ձայն է հավաքել։ Պատկերացնում եք, մարդկանց այդ խումբը, նրան ձայն տվածների խումբը 8 միլիարդ մարդու ճակատագիր է որոշելու հիմա։ Բայց հուսամ, որ, ինչպես ընկերս գեղեցիկ արտահայտվեց, հուսամ գելթոզ է անում, էլի գելթոզ է անում Թրամպը եւ չի կարողանալու անել Կալիգուլային վայելային խելագարությունները, ինչ հիմա արվում է աշխարհում։ Բոլորիս հայացքն ուղղված է դեպի Ամերիկա։ Գիտեք, դուք փոքր եք այդ դժոխքի միջով չեք անցել։ Դժոխք ես խորհրդային միությունը նկատի ունեմ։ Այն ժամանակ ինձ նմանները, որոնք շատ չէին բարեբախտաբար մեր ժողովրդի մեջ, իրենց հայացքն ուղղել էին դեպի ազատ աշխարհ։ Հիմա ազատ աշխարհի դեպի արևմուտք։ Ամերիկայի ձայն, ազատ Եվրոպա, ազատություն, ռադիոկայաններ, հա, այնտեղից ենք մենք մեր հույսի սնունդը ստանում։ Հիմա դա է ռմբահարում պարոն Թրամպը։ Հուսամ, որ Ամերիկան այն երկիրն է, որ Թրամպ չէ, հազարատ Թրամպ էլ լինի, կամ նրա տեղակալի նման, որով առաջին ելույթով հիացել է փոխնախագահի ամենը, որ Եվրոպայում ունեցավ, ասում, այ վերջապես ծնվեց ամենապրագմատիկ իդեալիստը։ Բայց հետո երբ որ տեսա Զելենսկու մոտ ոնց էր պահում, այդպես ասենք քուչի տղերքն են պահում, էլ ինչի շնորհակալություն չես ասել, բա գլխարկ ինչի չես դրել, Երևանցի տղերքը այդ անեկդոտը կհիշեն, էլի, ինչու գլխարկ չես դրել, ու դրա համար պատժել, դա իդեալիզմի ամերիկյան իդեալների հետ կապ չունի, բայց չէ՞ որ ինձ նմաններն են այստեղ վատ զգալ, ուրեմն մենք խապված ենք այն հեղնար աղբյուրի մեջ, ոնց ասում է, բկյանքը սիզուր անցավ, այսինքն մենք մեր հայացքն ուղղել ենք արևմուտքին եւ փորձում ենք այստեղ փոքրիկ արևմուտք սարքել։ Այստեղ իրար ձեռքից խլխլելով, որ փակեր չէր կարող լինել Pink Floyd-ի ու Beatles-ի ձայնասկավառակներ ճարել ու լսել, ազատությունը դա հիմա այդ ազատությունն է ոչնչացում, այսինքն իդեալիզմ, առանց իդեալների չկա ոչ մարդիկ, ոչ հանրություններ, հիմա գլխի վեր շրջվում է աշխարհակարգ փոխելը դեռևս չի նշանակում սրիկա դառնալ, այո, իհարկե աշխարհակարգը պետք է փոխվի, որովհետև սովետական միությունը խայտառակ պարտություններ կրել, նրա ժառանգորդ Ռուսաստանը հիմա փորձում է պարտության ռազմատուգանքը չվճարել եւ ասել չէ, ես էլ մնացել եմ նույնը։ Իրեն տեղը պիտի ցույց տան, բայց այդ տեղը ցույց տալով, անտառը կտրելով, այսպիսի ցախեր շպրտել դուրս խեղճ ուկրաինացի ժողովրդին զոհասեղանի բարձրացնել, Սիրիայի նման երկիր ոչնչացնել, նեոսմանիզմի ջրաղացին ջուր լցնել, այստեղ ամերիկյան իդեալներն են, որ Ամերիկայից դուրս սովետական դժոխքում ապրածներից ցավ է պատճառում, այդ իդեալների կորուստն է, որ ցավ է պատճառում, ուսամ, որ բայց դրանով հանդերձ պարոն Հայրապետյան, միևնույն է, կարծես թե չի ստացվում Թրամփին Ուկրաինային այդ ձեր ասած զոհասեղանին իսկապես բարձրացնել եւ որովհետեւ դեռ իդեալների հետ գործարք կնքել, այսպես ասած։ Չէ, կնքելու, որովհետեւ ինքը առևտրական է, բիզնեսմեն է, Պուտինի սամբո է անելու, դա հասկանալի է, բայց մեզ ինչ։ Մենք դիասպոր չենք նայում, մեզ ճակատագիրն է, այդտեղ ասենք թե Պուտինից խլեց, ասենք թե Կամչատկան կամ, չգիտեմ, Լենինգրադի մարզը, մեզ ինչ։ Մեր ելակետը որն է, այստեղ էլ մենք մտածական խնդիր ունենք, խորքային ճգնաժամ ունենք։ Մենք աշխարհին նայում ենք բարու եւ չարի արդարադատության տեսանկյունից ոչ։ Մեր ելակետը մեր ազգային շահը պիտի լինի, մեզ ինչ։ Եթե հայ ժողովրդի համար լավագույն ելքն այն կլինի, որ Մոսկվան մոխիրների վերածվի, ապա թող վերածի Զելենսկին դա մոխիրների։ Եթե հայ ժողովրդի համար, Հայաստանի պետության համար լավագույն ելք կլինի, որ Կիևը մոխիրների թող Պուտինը դա մոխիրների վերածի, հասկանում եք, մեր ելակետը որը պիտի լինի, ինչու ամբողջ աշխարհն այսպես է մտածում, իսկ մենք ինչ որ անգո արդարադատության ետևից ենք ընկել, չէ՞ որ մեր հանդեպ երբեք արդարադատ չեղան։ Մենք թե մեր իշխանությունը, պարոն Հայրապետյան։ Մենք իշխանությունները այսպիսին են, որովհետև մենք դեռևս չենք պորտալները կտրել, կայսրությունը չենք կարողացել, բնականաբար չեմ մեղադրում, որ չենք կարողացել, հարց չկա, աստիճանաբար է դա լինում, հարց չկա, բայց եթե եւ բոլոր իշխանությունները ընդհանուր մինչեւ այսօր ռուսական ներկայացուցիչներ էին, բնականաբար ռուսները հիմա մեզ ստորացնելու համար պիտի բերեին
այս որակը իշխանության։ Դրանից առաջ պիտի բերեին, ասենք, այն Քոչարյանի որակը պիտի բերած լինեին, հա։ Այնպես որ տեսեք, այս շղթայի մեջ եթե նայենք, մի հատ ուրիշ Վարդան Ղուկասյանն էլ կար, չէ, որ հայվելով խոսում էր։ Ինքը ինքնին ծնունդ չէ, գիտեք դրա ակունքը որտեղ է գնում։ Երբ որ պարոն Քոչարյանը մեր երկրի առաջին դեմքը լինելով, ասենք կլիզմայից էր խոսում, մեջքից մի քիչ ներքև փրկելը մասել Վանոյի մասն էր խոսում, հայ գրող Վանո Սիրադեղյանի մասն էր խոսում, այդպես արտահայտվելով։ Այդ նույն բառապաշարը բա իհարկե տնկվել էր որպես տնկի, ջրվեց եւ պիտի դուրս տար այս ձևով։ Մենք պատճառը հետևանքային կապի մեջ չենք ուզում դիտարկել մեզ հետ կատարվողը, մեր շուրջ կատարվողը։ Մենք դիսկրետ հատվածներ ենք վերցնում ու սկսում ենք մուննատ գալ, թե ինչու է այսպես։ Այն ինչ հիմա կատարվում է շատ օրինաչափ է։ Բնականաբար Ռուսաստանը չպիտի ուզենար, որ այստեղ լինեին այնպիսի իշխանություններ, որոնք տարբեր կլինեին այսօրվա պարոն Փաշինյանի իշխանությունից։ Դա դեռ 5-րդ դարից մեզ համար գրված թողել է Մովսես Խորենացին։ Այն որ Սահակ Պարտերն ասում է, ես իմ հիվանդ ոչխար նոտարի առողջ գազանի հետ չեմ փոխի, որովհետև նրա առողջությունն արդեն իսկ վնաս է ինձ։ Այս մոտեցումը մենք չունենք։ Մենք խորենացու հետևորդը չենք դարձել։ Խորենացու արյան խումբը մեր միջից դուրս է եկել եւ մտել է դրա փոխարեն թաթար-մոնղոլական ինչ-որ բան եւ ռուսական, այն մի պոյմենինի որ բռնված չես, ուրեմն գող չես, այսինքն ռուսական մտածողությամբ խնդիրը գողություն չանելը չէ, այլ չբռնվելն է։ Մենք դարձել ենք այդպիսին։ Այն դեպքում, երբ որ խորենացուց մեջ բերածս հատվածում Սահակ Պարթևությունն այլ բան է ենթադրում, դարձյալ ելակետը որն է, իմ հիվանդ ոչխարը։ Իհարկե մենք առողջություն պիտի գերադասենք, բայց ոչ օտարի առողջ գազանը մեր գլխին դնելով, բա օտարը իհարկե պիտի մշտապես ուզենա, որ այստեղ հեշտ կառավարելի լինելու համար բերի հնարավորինս հիստերիկ, հնարավորինս տգետ թերուս կերպարների կամ էլ մինչև վերջ սրիկաների, որ գուցե ուսյալ են, ցանկ ավելի վատ որակ են, ուսյալ, բայց մինչև վերջ սրիկա, որևէ արժեք սրբություն չունեցողների բերի, եւ այդպես էլ վարվել է։ Նայած որ պահին իր կառավարման համար որ թնդությունն է ավելի հեշտ եղել, ավելի դյուրին եղել, այդպիսիները բեր պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, պարոն Փաշինյան, հա, այդ տեսակին է բերել։ Բայց այդ նույն կայսրությանը չի հաջողվում նույնպիսի քաղաքականություն վարել, օրինակ Ադրբեջանում, Բաքվում։ Իհարկե վարում է։ Ադրբեջանում Ռուսաստանը մեծ դերակատարություն ունեցավ, որպեսզի այնտեղ Ալիևների ընտանիքը հենց իրենք բերեցին իշխանության Հեյդար Ալիևին, այս Ալիևի օրը, որ ԿԳԲ-ի գեներալ էր, հա, գեներալ գնդապետ, շատ բարձր պաշտոնի, որպեսզի իրենց չեկիստական համակարգի հետ ավելի համաչափ սինխրոն լինի։ Եվ այսօր Պուտինը պատահական չէ, որ Ալիևի արձան պիտի բացի Մոսկվայում, բայց չեկիստի արձան պիտի բացի։ Այնտեղ դա էր պահանջվում, բերել է իր նմանին։ Այստեղ բերել է մեր քաշը հաշվի առնելով, բերել է գավառական ինչ-որ կերպարների եւ որոնցով կկառավարվի։ Այնտեղ չեկիստով է կառավարելի, այստեղ գավառամատությամբ է կառավարելի։ Վրաստանում բանով այդ Իվանիշվիլու նման հանցավոր կապիտալով հարստացածով է կառավարելի։ Տեսակ ամեն ինչ արեց, որ այն Ֆրանսում իրենց նախագահին դուրս շպրտի կամ սխալմամբ բերել էր Սաակաշվիլուն, տեսավ չէ ամերիկացիները տարել են, քաշել են դեպի իրենց, ինչ օրը դրեց Սաակաշվիլուն։ Այնպես որ մենք պարտապես պիտի կարողանանք այդ ճոճքի մեջ ծայրահեղությունների վրա չֆիքսվել, ամբողջ գունապնակի բազմերանգությունը տեսնել, իսկ դա մտածական բազմերանգի մասին է խոսքը եւ ոչ թե պապուասների նման, որ գունավոր բաներ են տեսնում ու վազում են դեպի դա, չլինենք էլի այդ աստիճանի պապուաս։ Պարոն Հայրապետյան, այդ չեկիստը նշանակում է, երբ ցույց է տալիս իբր անկախ քաղաքականություն է վարում, դա ընդամենը ցուցադրություն է։ Ալիևին, այո։ Իհարկե։ Անկախության աստիճան ունի, բայց նայած ումից ինչքան ունի։ Նիկոլը մի հատ բան ասաց, որում ասեն բավականին խելացի բաներ, ընկավ հարվածների տակ, քացիների տակ ընկավ դրա համար, որովհետև մի քիչ փնթի լավ չձևակերպեց։ Ժամանակակից աշխարհում դասական անկախությունը բազմակի կապերի, բազմակի կախվածությունների մեջ է։ Ալիևը կարողացել է դա ապահովել։
մասնակիորեն կախված է Պուտինից, իր հոր գոլեգայից եւ իր գոլեգայից, հա, չեկիստից է կախված, որի այդ կախվածությունը ինքը կարողանում է շատ գեղեցիկ ծախել արևմուտքին, այնտեղից ստանալ արևմուտքից ունեցած իր կախվածությունը շատ լավ ծախել Թուրքիային, Թուրքիայից կախվածությունը ռուսներին եւ հարաբերական անկախություն ունենալ, բայց որ ասեք բացարձակ անկախություն ունի, բացառված է, եթե հանկարծ Ռուսաստանը, Թրամփի Միացյալ Նահանգները եւ շահագրգիռ Թուրքիան չուզենային, Ալիևը տեղով կրակ դառնար 44-օրյան չէր կարողանալու սկսել։ Առավել եւս հաղթել, բրավո, ճիշտ եք ասում։ Այսինքն մենք փորձենք այդ համակարգի բազում թելերը տեսնել եւ ընդհանուր հայտարարը, ընդհանուր միավորը բերել, դե սրան ամեն թել իր արժեքն ունի, հա, այդ արժեքների միջին թվաբանականն ինչ է անում, այդքանով էլ կտեսնենք, այնպես չի որ Ադրբեջանը շատ ավելի անխոցելի վիճակում է այսօր, քան Հայաստանը։ Հələ Հայաստանը խոցել է Ադրբեջանի նման երկրի կողմից, Ադրբեջանը շատ ավելի լուրջ տեղերից է խոցելի, նա որ գմփալ է ուղղակի։ Իսկ մենք չէ, այնպես որ հուսահատվել պետք չէ, ուղղակի պետք է այնպես անել, որ ոչ միայն մեր կորուստները քիչ լինեն առաջիկա մեծ բախման ժամանակ, այլ ավելին ասեմ, մենք կարող է ստանանք այնպիսի բաներ, որ նույնիսկ ամենապայծառ երազում չենք կարող տեսնել, այսինքն երազասուն չլինենք, հələ մի հատ բանականությամբ հաշվենք, ես ավելին մանրամասնել այս պահին նպատակահարմար չեմ գտնում եթերով, բայց դրա հնարավորությունները ընդ որում ոչ մեկ դռնով բացված, այլ բազում դռներով բացված, ես տեսնում եմ, եւ տեսնողներ շատ կան Հայաստանում։ Այսինքն այդ խաղաղություն կոչվածի մասին չենք խոսում, ամենևին չպետք է պատրաստվել խաղաղության։ Սիրելի Էլիզա, հիշում եք մենք 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ կան ընդհանուր ասում եք սա, ես ասում եի չի լինելու։ Ինչու ենք լուրջ կրթություն ստացած Իլհամ Ալիևին իդիոտ համարում։ Չէ որ նա իդիոտ չէ, նա հասկանում է, որ հիմա պետք չէ կնքել, բավոր իր շանսը բացվի, շանսը բաց լրացուցիչ շղթա իր վրա չի վերցնում, թեկուզ հեշտ կլինի թղթի կտորը շպրտել մի կողմ իր համար, բայց լրացուցիչ շղթա ինչու պիտի դնի իր ձեռքին, ձգձգման քաղաքականություն է տանում։ Մերոնք էլ չձգձգման քաղաքականություն են իբրև թե ուզում տանել, բայց դարձյալ տեսեք ասում են իբրև թե այստեղ դարձյալ բազմանիստ է երկրաչափական այդ պատկերը շատ բազմանիստ է։ Ախր մենք կարծում ենք, որ այդ բակային զրուցարանների մակարդակի է քաղաքականությունը, դա բարձրագույն մաթեմատիկա է, գումարած արվեստ, շատ լուրջ բան է քաղաքականությունը եւ բակայինի մակարդակով պետք չէ վերաբերել դրան եւ սոսկահար լինել։ Տեսնում եք, մենք ես օրինակ հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Facebook-յան այդ ֆիդայները, հերոսները, կանայք տղամարդիկ հաղթել ենք, հետո էլ հաղթելու ենք, հետո Ալևին էին նկարում ոչխարի տեսքով, մենք որ sense հաղթել ենք, հասկանում եք, ամբողջ մեր էներգիան գնում էր այդպիսի երազասուն բաների հետևից, եւ չգտնվեցին նրանք, ովքեր ոչ միայն իրականությունը կասեին, այլ նաեւ իրականությունը բարեփոխելու միջոցները կասեին։ Կես բերան փորձեց հենց վարչապետը ճշմարտություն ասել եւ հանկարծ հանդիպեց ընդդիմության ասած դե հերն էլ անիծած ոնց գեղի նախիրեն հենց էլ պարվի մոզին եւ գնաց այդ ուղությամբ մենք տեսանք ինչի հանգեցրեց։ Որ ասած հենց հիմա էլ կարող եմ խաղաղությունը վերել։ Փաստաթուղթը ստորագրել, բայց դուք համաձայն եք, որ մենք այս շրջանները բաները տալիս են խորհրդարանն ասած չէ, խորհրդարանը ենթադրում է որևէ երկրի խորհրդարան ենթադրում է, որ իր քաղաքական էլիտան է այնտեղ։ Հա, քաղաքական գործիչներն են։ Այսինքն մենք տեսանք, որ մեր խորհրդարանը քաղաքական մարմինը ունի քաղաքական միտք։ Որևէ մեկը ազնիվ չգտնվեց, ընդ որում չէր ուզենա, որ Նիկոլի Գերպանը պլան գցեն, էլի խավության նոխազ սարքեն, այդպես էլ մենք խավության նոխազը հայկական երևույթ չէ։ Էլ ավելի չհայանանք, հա,
առանց էլ շատ ենք հայությունից հեռացել։ Նիկոլին Սարգսյան մենակ քաղաքության մխած ոչ, ինքը դժոխք գնալու չափ մեղքեր վերցրել է իր վրա եւ ոչ միայն այդ 44 օրյա պատերազմում եւ ոչ այնքան այդ պատերազմում կամ միայն արտաքին հարաբերություններում, այլ ներսի ավերածությունների համար առաջին հերթին, հոգևոր ավերածությունների, որտեղ այդ տարածքային կիլոմետրերը միշտ հնարավոր է վերականգնել, երբեք հուսահատվել պետք չէ։ Եվ դա իդեաֆիքս արկելն էլ հոգեկան խանգարման նշան է, ինչ են, գիտեք, իրանական բարձրակետը, իրանցի ժողովրդի պայծառության գագաթնակետը այն ժամանակ էր, երբ իրենց մայրաքաղաքը Լիզբոնն էր։ Լիզբոնն այսօր Իրանի կազմում չէ։ Պատկերացնում եք, որ ամբողջ իրանական գրականությունը, իրանական միտքը, իրանական այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաներում այդ Facebook-յան իրենց հերոսները Լիզբոնի մասին գրեին։ Հելենիզմից հետո հունական բարձրակետը կապված է Բյուզանդիոնի, Կոստանդնուպոլսի հետ։ Այսօր իրենց տարածքում չէ։ Այսինքն տարածքները գալովի են, էլի, պետք չի, որ մենք այստեղ հոգևոր կորուստներն են, որ անվերականգնելի են։ Եթե մենք մի անգամ դարձանք փչացած եւ ասացինք, որտեղ հաց այնտեղ կաց, այ դա անվերականգնելի է։ Շատ բարդ է դա վերականգնելը, ես ինքս չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր դա վերականգնել, մանավանդ, որ տեսնում ես ինչպիսի ահեղ պաշտպաններ կա այդ լկտիությանը, վարչապետի մակարդակի պաշտպան կա, ինձ նման ողորմելիներն ինչ պիտի անեն, որտեղ հաց այնտեղ կացի դեմ սուր ճոճելով, ոնց գեղինախիրն այնպես պարվի մուզիկեն, ոնց։ Բայց վարչապետը չի ասում, որտեղ հաց այնտեղ կաց, ասում է երկար ժամանակ մտածել եք, որտեղ հաց այնտեղ կաց, հիմա փոխեք, մտածեք, այստեղ հաց, այստեղ կաց, նկատի ունենալով մեր Հայաստանը, այստեղ մնալ, այստեղ աշխատել, արարել։ Սա դուք աղջիկ եք, դուք իրավունք ունեք այդպես մտածելու, նուրբ, բարոյական արդարացման, դա շատ գեղեցիկ է, բայց եթե մեկը հասել է վարչապետի մակարդակի, պիտի հասկանար, որ դրանք ըստ էության նույն բանն են, դրանք ֆիզիկական, նյութական մակարդակի խոսակցություն են։ Պիտի ինքը վարչապետ է, ինքը պիտի ուրիշ հացի մասին էլ խոսեր։ Դա նյութական հացի մասին չէ, դա մատնաքաշն ու բուխանկան չէ, իսկ ինքը խոսում է մատնաքաշի ու բուխանկայի համար։ Ասում է, դե հենա բերել է, դե թող գային, եկել են Քիմ Քարդաշյանն եկավ, այսօրվա աշխարհում ամենանշանավոր հայը, հա։ Սերժ Թանկյանն եկավ, նշանավորագույններից մեկը, հա։ Բայց ինչու նորից չեն գալիս, որովհետև եթե սոսկական հացն է, իմացեք, հացը այսօր պատերազմող Ուկրաինայում ավելի հեշտ կարող են վաստակել, քան Հայաստանում։ Ուրեմն ուրիշ տիպի հացի մասին է խոսքը, իսկ այդ հացի բանաձևումները չկան։ Իսկ որտեղ էլ որ կա, պարսատիկով խփում ու փշրում են, Նժդեհը ֆաշիստ է, չգիտեմ, Արարատը չէ, Արագածին հայացքներ տուղեք կամ շլդիկ դարձեք, մի աչքով Արագած, մի աչքով Արարատ նայեք, են չգիտեմ, որ մայրը մի հատ կարող է լինել, հասկանում եք, այս ուրիշ հատույթների մասին է խոսքը, ես ցավում եմ, որ մշտապես մեր իշխանություններին հատկապես քարոզելու արկ ունեցող իշխանությունները եղել են գավառական, ինչպես որ Վահան Տերյանն մեր նոր գրականության համար ասում է, կիսագյուղական, գավառական, ցածրակարգ իշխանություններ են եղել, որոնց վազքը մկան նման էր մինչև մարակը։ Եվ որոնց չկա նաև ընդդիմություն։ Այո, որտեղ ընդդիմությունն էլ նույն, որտեղ մեզ թվում է թե մտավորականն այլ բան է եւ քաղաքական գործիչն այլ բան է։ Քաղաքական գործիչը հենց ինքը մտավորականը պիտի լինի։ Եթե մտքի մարդ չի, կրթության հետ կրթությունը չասեմ, այդ դիպլոմի հետ կապ չունի, կարող է մարդը դիպլոմ չունենալ, բայց ամենալուրջ մտավորականը լինել։ Դրա համար մենք եկեք մի հատ սրանք սահմանենք, հա։ Մտավորականը երևի նա է, որ սովորական զանգվածի ի տարբերություն սովորական զանգվածի, որի վարքը կարգավորվում է նյութական գրգեռներով, այս ինչն ունենամ, հացը շատ լինի, այլ միտքն է կարգավորում, միտքն է ուղղորդում նրա խոսքը, նրա մի վարքը։ Այ մեր քաղաքական գործիչները մտքի մարդիկ չեն, անկախ նրանից թե քանի դիպլոմ կարող են ունենալ։ Դրա համար էլ ընկած իրենց նման գավառացիներ են ման գալիս, գավառացիներ գնացեք ճգնաժամ չունեն, իրենց տեսակի ճգնաժամ կադրային չկա։
Գնացեք Սուրմալուի շուկայից բանից հավաքեք, բերեք, այդ նույն կլասին եք էլի ավելին չեն։